Դե ինչ, Ադրբեջանի տարածքով Հայաստան ներկրվող ապրանքների հերթական խմբական ակն է գալիս։ Չեն ասում ինչ է, բայց հավանաբար ցորեն կլինի։ Տեսնենք։ Կարևոր ակցիա է, հա։ Տեսնենք, ընդհանուր առմամբ սա ավելի շատ քաղաքական ենթատեքստ ունի, քան տնտեսական, եւ ներկա կառավարության նախաձեռնություններից է, որը տարբեր հարթություններով պիտի նայվի եւ ոչ միայն տնտեսական, ավելի լայն քաղաքական, բայց եթե զուտ տնտեսական ենթատեքստով նայենք, ապա երկու տեսանկյունից դրա վրա պետք է ուշադրություն դարձնել։ Առաջինը դա սահմաններն են Հայաստանի Հանրապետության, երկրորդը դա տնտեսական անվտանգությունն է, որտեղ տնտեսական շահը կամ տնտեսական աճը եւ տնտեսական անվտանգությունը կարող են իրար հավասար չլինել, չնույնականացվել։ Այսինքն, եթե դա արվում է զուտ տնտեսական շահի համար, ապա այո, կարելի է, այսպես ասած, ծափարել, սակայն չպետք է մոռանալ նաև տնտեսական անվտանգությունը։ Ինչ վերաբերում է սահմանների տեսանկյունից, տեսեք, մենք ունենք լրջագույն այստեղ խնդիր, որը ներկա կառավարությունը ընդգծում է, դա, այսպես ասած, Լարսի սահմանն է։ Լարսի սահմանն է, մենք ունենք հիմնական առևտրային գործընկեր, դա Ռուսաստանն է, այսինքն մեր պատրաստի ավելացված արժեքի բարձր քանակությամբ մեծ հիմնական ապրանքը գնում է դեպի Ռուսաստան, այսինքն բանջարեղեն, միրգ, պլաստիկ, դեղորայք, Ռուսաստանը ակնարկում է կարելի ադրբեջանական երկաթգծով անել։ Ինչպես նաև այդտեղից մեծ քանակությամբ ապրանք է գերում մեր համար գալիս մեր կենսական նշանակության, օրինակի համար գարին, ցորենը, որը գնաճային մեծ, ասես ասած, դրայվեր է եւ հատկապես ցածր եկամտաբերություն ունեցող խավերի համար կարեւոր է, ինչպես նաև բենզինը, ասենք զուր չէ, որ մեր համար բենզինը ամենաթանկն է, մեր տարածաշրջանում մենք էլ ԵԱՏՄ անդամ պետություն ենք, զուտ նրա հաշվին, որ Լարսի սահմանին վրացի աջակերտնավոր մասնագետները մեր վրա դրել են կոպիտ ասած կոռուպցիոն հարկ ու բավականին մեծ ապրանքներ, իսկ մենք խեղդնու անկետով մեծ քանակությամբ ապրանք է ավվում ու մեր վառորդներն են, մեր ապրանքատեղափոխներն շահագրգռված են դարական սկսնել, փողը տան եւ անցնել արդյունքում բավականին թանկ են գալիս։ Ոստեղ հիմնականում, այսպես ասած, իհարկե սրա մեղավորը վրացական կողմն է, սակայն պատասխանատուն մենք ենք, որտեղ սա, այսպես ասած, ճիշտ աշխարհաքաղաքական կամ ճիշտ բանակցության հարց է։ Հետաքրքիր բան տեղի ունեցավ, վրացիները հայտարարեցին, որ առաջին տարանցումը անմաքս կլինի, չէ՞, Վրաստանից Ադրբեջանով Հայաստան եկող նավթամթերքի համար, հատկապես հիմա մասին էլ կխոսենք, նավթամթերք ասելով ինչ պետք է հասկանալ, բայց մինչ այդ խոսակցություն կար, որ վրացիները շատ բարձր մաքսատուրքից են ուզեցել օգտվել, այսինքն այստեղ բարդ մրցակցություն է գնում հավանաբար, Ադրբեջանն էլ հայտարարեց, որ այդ դեպքում կաշխատեն բացել հայ-ադրբեջանական սահմանը երկաթգծի համար, ծանոթ ես այդ կոնֆիգուրացիային։ Տեսեք, նորից ասեմ, հիմնականում այս երկու տեսակետներն են, որ պիտի հաշվի առնենք, եթե տնտեսական իմաստն ենք խոսում առաջին հերթին, որ տնտեսական քաղաքականությունը ու ընդհանրապես տնտեսական անվտանգություն, տնտեսական շահը տարբեր բաներ են, սա պիտի հասկանանք։ Եվ երկրորդ հերթին մեր սահմանների խնդիրը, որտեղ ունենք 4 սահման, 4 պետության հետ, իրականում բոլորի հետ էլ խնդիր ունենք, այդ խոսքը ոչ միայն գնում է թուրքական եւ ադրբեջանական սահմաններին, որոնք փակ են, այլ նաև վրացական սահմանը նշեցի, մինչև գալիս են հասնում են Հայաստան ապրանքները կամ Հայաստանից գնում են, մենք այդ կոռուպցիոն հարկն ենք վճարում, որտեղ Լարսի սահման մի ուղի ունի։ Ճիշտ է, այլընտրանքային ճանապարհ է բացվում, եթե չեմ սխալվում, Գորիի ճանապարհը 9 կիլոմետրանոց թունել է փորվում, որը այսպես ասած թուլացնելու է դա,
Ընդհանուր առմամբ սա պիտի հաշվի առնենք, բայց նորից նշեմ, այս հարցը ավելի շատ քաղաքական դաշտում է եւ այս պահին շատ քաղաքական լարվածություն ունի, որովհետեւ անաչառ զուտ տնտեսագիտական տեսանկյունից օբյեկտիվորեն քննարկենք։ Չէ, հայ-ադրբեջանական հարաբերությունների տնտեսական խոսում ենք առայժմ հարաբերությունների բարելավումը ստիպում է Վրաստանին գնալ ինչ-որ քայլերի։ Դե տեսականորեն այո, որովհետև զուտ տեսականորեն, եթե ու տնտեսագիտորեն եթե նայենք, բայց տնտեսագիտությունը ընդհանուրի մեջ պիտի նայենք, ինչքան պետության սահմանները բաց, այնքան լավ զուտ տնտեսագիտության տեսությունն է դա ասում, այնքան առապրանքաշրջանառությունը ավելի անխափան է անցնում, սակայն ասենք դա ոչ միայն ուշադրություն պիտի դարձնել դրան, այսպես ասած դաշվի առնել, այլ բազում տարեր կան, որոնք տնտեսագիտության տեսությունը հաշվի չի առնում, որոնք նույնպես պիտի հաշվի առնել։ Եվ այս պահին այդ տարերը քաղաքական դաշտում են։ Քաղաքական դաշտում է նաև ադրբեջանական նավթամթերքի ներկրումը Հայաստան։ Այո։ Մենք դրա կարիքը չունենք։ Տեսեք, նույնիսկ Վրաստանը, որ այս պահին բավականին մեծ քանակությամբ ադրբեջանական դրոշերով լցվելացակայաններ ենք տեսնում, իրականությունը այն է, որ մեծ քանակությամբ նավթամթերքը, եթե չեմ սխալվում, 80%-ը ներկրվում է Ռուսաստանի Դաշնությունից։ Այսինքն Ռուսաստանի Դաշնությունից ավելի ձեռնտու են նույնիսկ Վրաստանին ներմուծել։ Սակայն այնտեղ գալիս հասնում է, ասենք նույն դարսի սահմանը ասում են, այնտեղ այսպես ասած այդ կոռուպցիոն հարկին իրանց վրա չեն դրել, սակայն մեր վրա դրել են։ Դրա մասին է խոսում այն հանգամանքը, որ այս տարվա հուլիսին աղմուկ բարձրացրեց, որ հեղուկ գազի ներմուծման համար յուրաքանչյուր ցեստան 30-ից 40 հազար լիտր վճարվում է մոտավորապես 12,000-ից 15,000 դոլար կոռուպցիոն, այսպես կոչված հարկ, որը հետևյալ ձև է կազմակերպվում Երևանում կոնկրետ մեկը մյուսին փոխանցում առանց սահմանին հասնելու, զանգում են, ասում են փոխանցվել է, թողում են։ Դա նշանակում է յուրաքանչյուր լիտրի համար մենք կոնկրետ 11-ից 19 դրամ, այսպես ասած, տալիս ենք վրացի ճակերտավոր մասնագետներին։ Նույնը կարելի է ենթադրել բենզինի վերաբերյալ։ Ճիշտ է Հայաստան։ Ամբողջությամբ ծաղկում արը, ոչ միտեղ չի ֆիքսում։ Չէ, վրացի մասնագետներն են, վրացի էկոնոմիկայի նախարարությունն էլ է դա հերքում եւ այս տարվա սկզբից, ասենք, էկոնոմիկայի մինչեւ տարվա կեսերը էկոնոմիկայի նախարարի Հայաստանի Հանրապետության կռիվը մեր վրացի գործընկերների հետ հիմնականում սրանում է, որ լարսում խնդիրներ կան եւ սա ցույց է տալիս քաղաքական կամքի ցածր մակարդակը, որ այս հարցերը վրացական կողմի հետ մինչ այժմ չեն լուծվել, փորձում են անընտրանքային ճանապարհներով լուծվել։ Սակայն նշեմ նաև, որ ասպես ասած զուտ ասպես վրացիների հետ այլ մեր հարևանների հետ երկխոսությունը նույնպես կարող է նպաստել ավելի բարենպաստ մեր պայմաններին ձևավորման։ Սակայն նորից նշեմ ես, որ տնտեսական անվտանգությունը ու տնտեսական աճը, տնտեսական շահը իրար համազոր չեն շատ դեպքերում։ Մյուս հարցն էլ նա է գալիս է Հայաստան, Հայաստանից ինչ է գնում։ Հայաստանից որտեղ։ Ուր, որտեղ։ Ադրբեջանի տարածքով Ռուսաստան, Ադրբեջանի տարածքով Ղազախստան։ Նորից նշեմ, այն ինչ ունենք տեսականորեն կանանք տարբեր ուղղություններով արտահանել, այսինքն մեր ավանդական բարձր որակի Ռուսաստանը կա։ Սակայն նորից նշեմ, սա քաղաքական լարվածություն ունեցող հարց է, որը ավելի շատ քննարկվում է քաղաքական ենթատեքստում, քան տնտեսական Գնացքը եկավ, գնացքը դատարկ է հետ գնալու, ասած։ Տնտեսապես շահավետ չէ, որ գնացքը դատարկ հետ գա։ Սակայն ես պատրաստ չեմ ավել քննարկել։ ԵԱՏՄ Հայաստան ապրանքաշրջանառությունը աճել է։ Այո։ Ինչի հաշվի։ Տարբեր են պատճառները, տարբեր տարեթվերին տարբեր դինամիկայի որդեգրել, ընդհանուր առմամբ եթե նայենք 2018 թվականից մինչ օրս դեպի ԵԱՏՄ արտահանում Հայաստանի 5
5-ից ավել անգամ աճել, 5-ից ավել։ Իսկ դեպի Եվրոմիություն 5%-ով պակասել։ Այսինքն ինչ էլ ուզում են հայտարարեն մեր քաղաքական գործիչները այս պահին դեպի Եվրոմիություն ուղղում մասին, թղթի վրա իրականությունը այլ է, որ մեր այս պահին Հայաստանի կախվածությունը Ռուսաստանի Դաշնությունից էլ ավելի մեծ է, քան երբևէ։ Ինչի համար է աճել, տարբեր ժամանակահատվածներում տարբեր են եղել պատճառները։ Հիմնական աճը եղել է 2022 թվականին, երբ ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից ելնելով Ռուսաստանի վրա մեծ քանակությամբ սանկցիաներ դրվեցին եւ Ռուսաստանը չկարողացավ ներմուծել Եվրոպայից բավականին մեծ քանակությամբ բարձր արժեք ունեցող ապրանքներ, հիմնականում տեխնիկա եւ մեքենաներ, դա սկսվեց արվեց Հայաստանի Հանրապետությունով եւ այդ փուլը 2002-ից 2023 թվականի այդ ամառնից մի ամառից մյուս ամառներ այդ վերարտանման փուլը փակվեց, այսինքն, բայց մեր արտահանումն էլ հիմնականում աճեց, ինչ որ ունենք, ոչ թե որակի հաշվին, այլ քանակի հաշվին, այսպես ասած, դրա համար որոշակի խնդիրներ առաջացավ։ Հետո 2023-24 թվականներին այդ տրենդը թեթևակիորեն մարեց, սակայն ինչ որ շարունակություն դեռևս առկա էր։ Այս փոփոխությունները, այս տնտեսական, նաև քաղաքական մթնոլորտը թրիպն է ակտիվացրել, թրիպն է խթանել։ Տեսեք, էլի վերադառնում ենք քաղաքական հարցերին, սակայն ասեմ, որ ընդհանուր լուրերում, ընդհանուր մեդիա դաշտում շատ բաներ կան, որոնք աղմուկ են։ Այսինքն այս պահին դե գիտեք ոնց է, լրատվամիջոցները սիրում են այնպիսի լուրերի մասին խոսալ, որ այս պահին մեծ ուշադրություն դարձնեն մարդկանց զարգում, դա ապահովում է ոնց որ դիտումներ է ապահովում։ Տեսեք, զուտ ըստ իս սա այդպիսի թեմաներից է, որովհետև խոսենք, այսպես ասած, նրանից գանք, թե ինչ են ուզել տարբեր կողմերը հասնել, ինչի համար է սա ստեղծվել։ Թրամփից սկսենք, Թրամփը հայտարարում է, որ 8-ը հակամարտություն լուծել է, 8-ը պատերազմ խաղաղությամբ կրկել է, ասենք ռուս-ուկրաինական պատերազմ 9-րդում, ինչի համար, որտեղ ընկել է Նոբելյան մրցանակի հետևից, ինչի համար չգիտենք, ուզում է Նոբելյան մրցանակ մարդը։ Հայաստանը, եթե մեր կառավարության դիտարկենք, ուզում է վերընտրվել Փաշինյանը։ Սա, այսպես ասած, լավ PR է, որ տեսեք մենք խաղաղություն ենք ընկել։ Ադրբեջանն էլ իր շահերն ունի սա անելու համար։ Այսինքն երեք կողմն էլ եկան այդ փաստաթուղթ։ Ադրբեջանի քաղաքական շահը ո՞րն է։ Քաղաքագետ չեմ։ Լավ։ Ես չեմ ուզում այդ ուղղությամբ մանրամասնանալ, սակայն եկան բոլորը այդ փաստաթուղթը կնքեցին, դրական այն էր Հայաստանի Հանրապետության համար, որ որոշ ամերիկացիներ իմացան Հայաստանի մասին, որովհետև իրականում մենք ոչ մեկին պետք չենք։ Իրականությունը դա է, գնում ես արտասահման, ասում ես որտեղից ես, ասում ես Արմենիա, Ալբանիա, չէ Արմենիա, Ռումինիա։ Իմացան մեր անունը, իմացան, որ բանը, այնա Թրամփն էլ է խառնել դա մի քանի անգամ։ Իմացան մեր անունը, եկան ուզում են այդտեղ որոշակի ներդրումներ անել զուտ այդ անվան համար, բայց ես չեմ տեսնում, որ մոտակա ժամանակաշրջանում այդ ճանապարհը ինչ որ առաջընթաց ունի, որտեղ ստեղ բացի այս 3 խաղացողներից, որոնցից նշեցինք, կա նաև Իրանի հանգամանքը եւ Ռուսաստանի հանգամանքը, այսպես ասած ճանապարհը որպես հաստատվել ճանապարհը բավականին բարդ է։ Ամերիկացիները գնացին մեզ համար բավականին շոշափելի ներդրումների բարձր տեխնոլոգիաներում Հայաստանում։ Դա ինչով է բացել։ Դե նաև տրիպի արդյունքներից մեկն է, նաև դրանով կարելի է բացատրել, նաև այն հիմնականում մենք խոսում ենք, տեսեք, չէ, սա առանձին թեմա է, մենք խոսում ենք Firebird-ի մասին, որը փորձում է կառուցվել Հրազդանում, որը Ջենսոն Հուանգը Nvidia-ի տնօրենը 23 թվականին եկավ Հայաստան
եւ պայմանագիր կնքվեց, որ 100 մեգավատ ժամ ահազորությամբ այդ կառուցվի, սակայն այստեղ եւս առկա են խնդիրներ, որտեղ բացի ֆինանսավորման գտնելուց, որը AFEAN-ն է կազմակերպում, հիմնականում Սփյուռքի փողերի հաշվին, այստեղ Armenia Telecom-ը ապահովում է ներկա Հայաստան IT միջավայրի գիտակցությունը, այստեղ խնդիրը կառավարությունը ապահովում է, որ ամեն ինչ սահուն լինի, հիմնական խնդիրը այն է, որ այդ այսպես ասած Firebird ստանցիան պահանջում է 100 մեգավատ հզորություն, որը եթե հաշվի առնենք, որ Հայաստանում մեր տարածաշրջանի 3 պետություններից ամենաթանկ էլեկտրաէներգիան է, ամենաքիչն է արտադրվում, բավականին խնդրահարույց է, որտեղ 100 մեգավատ էլեկտրաէներգիան տարեկան կտրվածքով գալիս է մոտավորապես 0.9 տերավատ, իսկ մեր տարեկան հզորությունը 9.3 տերավատ, այսինքն մեր ամբողջ տարեկան հզորության մոտավորապես 9%-ը պիտի դրան գնա։ Դա բավականին, ասենք, ամբիցիոզ է, եւ եթե մենք չկարողանանք ատոմակայան ապահովել կամ ուրիշ ձև դա նոր ատոմակայանի մասին։ Այո, կամ հավելյալ 10% էլեկտրաէներգիա ապահովել, հատկապես որ այս վերջերս բանը էլեկտրական ավտոմեքենաների քվոտան բարձրացավ անցած տարիներին 8000 էր, այս տարի լինելու է 15000, եթե չեմ սխալվում, 2 անգամ, ու այս տարվա ընթացքում առաջի 2-3 ամիսների ընթացքում սպառվեց, այսինքն տեսնելու ենք, որ մոտակա 2-3 տարիների ընթացքում մեր շուկայի բավականին մատչելի են բարձր որակի չինական մեքենաներ են, որ մեր շուկայի 30%-ը կարող է արևային մեքենա լինի, կներեք էլեկտրական մեքենա լինի, սա էլ ծանրաբեռնվածություն դնում է էլեկտրական ցանցի վրա, պլյուս այն հանգամանքը, որ նորակառույցների, որոնք սանքի պես աճել են, մեծ մասը գազ չունի, այսինքն մենք այս ամենը հաշվի առնելով մոտակա 3-4 տարիների ընթացքում արագորեն մեր էլեկտրական հզորությունները 30-40%-ով պիտի ավելացնենք։ Սա հիմնական խնդիրն է։ Եվ եթե սա չլինի, ապա Firebird-ն չի լինի։ Եզրափակիչ հարց եւ ավարտենք։ Խոշոր խաղացողների ցանկը, եթե դիտարկենք վերջին 7-8 տարիները, լուրջ փոփոխություններ կրել է։ Այն նկատի ունեք խոշոր հարկատուների։ Այո, մեծ փոփոխություններ են կրել, հիմնականում տարբեր պատճառներով, մի քանի տենդենս կա, առաջինը, որ բանկային համակարգը, եթե 5-6 տարի առաջ 50-րդ եւ ցածր ավելի հորիզոնականներում էին մեր բանկերը, այս պահին առաջի տասնյակում 2 բանկ ունենք։ Սա զուտ նրանից է, որ մենք բանկային երկի ենք վերածում եւ հիմնականում ինչքան հարստացել է պետությունը, հարստացել է բանկային, հիմնականում բանկային եւ ՏՏ, բանկային առանձնացնենք, բանկային ոլորտի աշխարհում, որտեղ հիմնականում աշխատավարձների աճը 3 անգամ են արձանագրվել, այսպես ասած, սա է։ Եվ երկրորդը մենք տեսնում ենք էլի վերարտահանող կազմակերպություններ, որոնք վաճառում են տեխնիկա, օրինակի համար Mobile Center-ը, որը մի 5 տարի առաջ 30-40-րդ հորիզոնականում էր, հիմա 2-3-րդ հորիզոնականում է, զուտ հեռախոսների դեպի Ռուսաստան վերարտահանման հաշվին, ինչպես նաև Pretty-Way-ը, նույնքը Vestan, որը նույնպես դեպի Ռուսաստան հեռուստացույցներ եւ այլ կենցաղային տեխնիկա արտադրել, եւ եթե չեմ սխալվում 6-ից 8-րդ թե 10-րդ հորիզոնականում է, զուտ դրա հաշվին։ Հիմնականում փոփոխությունները սրանք են, ինչպես նաև տեսնում ենք հանքարդյունաբերական կազմակերպությունների որոշակի անկում, որը էլ իրանց պատճառներն ունեն։